Փոքրիկ իշխանը, մաս 5-րդ։ Ամեն օր մի նոր բան էի իմանում նրա մոլորակի մասին։ Այն մասին, թե ինչպես էր այնտեղից հեռացել եւ ինչպես էր ճանապարհորդել։ Այս ամենի մասին նա պատմում էր միայն առիթի դեպքում, եթե հանկարծ ինչ-որ բան էր հիշում։ Այնպես պատահեց, որ մեր հանդիպման 3-րդ օրը ես իմացա բաոբաբների հետ կապված ողբերգության մասին։ Այս անգամ նույնպես ես դա իմացա ոչխարի շնորհիվ։ Հանկարծ փոքրիկ իշխանը մի այնպիսի հարց տվեց, կարծես շատ լուրջ բան էր կասկածում։ Ճիշտ է, չէ՞ որ ոչխարները թփեր են ուտում։ Հա, ճիշտ է։ Ինչ լավ է, շատ ուրախ եմ։ Ես չհասկացա, թե դա ինչ կարևոր մի բան է, որ ոչխարները թփեր են ուտում։ Սակայն փոքրիկ իշխանը շարունակեց. Եթե այդպես է, ուրեմն նրանք բաոբաբ էլ կուտեն։ Ես փոքրիկ իշխանին առարկեցի ասելով, որ բաոբաբը ոչ թե թուփ է, այլ եկեղեցու չափ հսկա ծառ, եւ եթե նա իր հետ թեկուզ փղերի մի ամբողջ քարավան բերի, նրանք նույնիսկ բաոբաբի կատարին չեն հասնի։ Փղերի գաղափարը շատ զվարճացրեց փոքրիկ իշխանին։ Ուրեմն կարելի է փղերին իրար վրա շարել։ Եվ իմաստունի պես նկատեց. բաոբաբները նախ փոքր են լինում, հետո են մեծանում։ Ճիշտ ես, բայց ինչու ես ուզում, որ ոչխարները փոքրիկ բաոբաբներ ուտեն։ Նա ինձ այսպես պատասխանեց. Ուրիշ ձև չկա, կարծես խոսքը բացահայտ ճշմարտության մասին էր։ Եվ միայն երկար մտորումներից հետո ես կարողացա ինձ համար պարզել, թե բանն ինչ է։ Ինչ խոսք, փոքրիկ իշխանի մոլորակի վրա, ինչպես եւ մնացած բոլոր մոլորակների վրա, հանդիպում են թե օգտակար խոտաբույսեր, թե մոլախոտեր։ Իսկ դա նշանակում է, որ այնտեղ կան ոչ միայն օգտակար խոտաբույսերի օգտակար սերմեր, այլև մոլախոտերի անպետք սերմեր։ Բայց այդ սերմերն անտեսանելի են։ Նրանք խորը գետնի տակ քնում են այնքան ժամանակ, մինչև մեկնումեկը հանկարծ որոշում է արթնանալ։ Այդ ժամանակ նա սկսում է ճմլկոտել, հետո վախվխելով մի փոքրիկ, մի սքանչելի, մի անվնաս ծիլ է արձակում դեպի արևը։ Եթե դա բողկի կամ վարդի ծիլ է, ուրեմն թող ուզածի չափ աճի մեծանա։ Բայց եթե դա մոլախոտ է, պետք է այդ ծիլը անմիջապես պոկել արմատից ու դեն շպրտել։ Եվ այսպես փոքրիկ իշխանի մոլորակի վրա կային նաև վնասակար սերմեր։ Դրանք բաոբաբի սերմեր էին։ Բաոբաբները կտարածվեն մոլորակով մեկ, արմատները կծակծկեն ամբողջ մոլորակը, եւ եթե մոլորակը շատ փոքր է, իսկ բաոբաբները շատ են, նրանք կտոր-կտոր կանեն այդ մոլորակը։ Կարգապահության խնդիր է, ավելի ուշ ինձ ասաց փոքրիկ իշխանը։ Առավոտյան, երբ արթնանում եւ քեզ կարգի ես բերում, պարտավոր ես նույն հոգատարությամբ կարգի բերել նաև քո մոլորակը։ Հենց որ սկսեցիր տարբերել բաոբաբի եւ վարդի ծիլերը, որոնք նոր բուսնած ժամանակ շատ նման են իրար, դու պետք է ստիպես քեզ բարբերաբար արմատահան անել բոլոր բաոբաբները։ Դա շատ ձանձրալի է, բայց բավականին հեշտ աշխատանք է։ Եվ մի օր նա ինձ խորհուրդ տվեց մի գեղեցիկ նկար նկարել, որպեսզի այս ամենը լավ հասկանան նաև իմ մոլորակի երեխաները։ Եթե մի օր նրանք որոշեն ճանապարհորդություն կատարել, ասում էր նա, այդ նկարը գուցե օգնի նրանց։ Կան գործեր, որոնք կարելի է հետո անել, բայց եթե խոսքը բաոբաբների մասին է, հապաղելը հավասար է աղետի։ Ես մի մոլորակ գիտեմ, որտեղ ապրում էր մի ծույլ մարդ։ Նա անուշադրության էր մատնել բաոբաբի ընդամենը 3 ծիլ։ Եվ ես այդ մոլորակը նկարեցի ճիշտ այնպես, ինչպես նկարագրեց փոքրիկ իշխանը։ Երբեք բարոյախոսական խրատներ կարդալու ցանկություն չեմ ունեցել, բայց քանի որ քչերը գիտեն, թե ինչ ավերածությունների են ընդունակ բաոբաբները եւ ինչ վտանգներ կարող են սպառնալ աստղակերպի վրա հայտնված յուրաքանչյուր մարդու, ես որոշեցի այս անգամ բացառություն անել եւ մի խրատ տալ։ Ու հիմա ասում եմ. երեխաներ, զգուշացեք բաոբաբներից։ Ես ուզում եմ ընկերներիս հեռու պահել այն վտանգից, որը վաղուց սպառնում է ոչ միայն նրանց, այլև ինձ, եւ որի մասին նրանք ոչինչ չգիտեն։ Ահա թե ինչու այդքան չարչարվեցի այս նկարի վրա։ Վստահ եմ, չարչարանքս իզուր չի անցնի։ Գուցե դուք ինքներդ ձեզ հարց տաք, այս գրքում բաոբաբի նկարից բացի ինչու ուրիշ խոշոր նկարներ չկան։ Պատասխանը մեկն է. փորձել եմ, բայց չի ստացվել։ Եվ երբ բաոբաբներ էի նկարում, ինձ չէր լքում այն զգացումը, որ չափազանց կարևոր գործ եմ անում։